Կոմիտասի թանգարանի ինստիտուտում այցելուն շրջում է ականջակալով։ Բոլորն արդեն կարող են այս ձևաչափով ծանոթանալ ցուցանմուշների պատմությանը, կոմիտասյան մեղեդիներին, խմբերքերին, նաև լսել վարդապետի ձայնը։ Նախագիծն իրականացվել է մասնավոր գործընկերների հետ։ Մենք գնում ենք այդ միտումի հետևից, որ Կոմիտասին արդիականացնենք, Կոմիտասին շնչավորենք, Կոմիտասի կենսախինդ եւ իրական մարդու կերպարը նորից միջավայրում վերարտադրենք թանգարանի եւ հետո մենք ուզում ենք գալագրամա, նույնիսկ ստեղծել են գալագրամա, որ այցելուն գա եւ հանդիպի ուղղակի Կոմիտասին եւ Կոմիտասի դասերը լսի։ Կոմիտասի հենց միջոցով։ Այո, արդիականացման գնում ենք, թանգարանը ունի VR հնարավորություն, որտեղ մենք մտնում ենք Կոմիտասի աշխատասենյակ, իսկ այս պահին մենք ունենք արդեն ձայնադարան, որ հնարավորություն է տալիս ունկնդրելու Կոմիտասի երաժշտությունը։ Ունկնդրին տեղափոխելով 20-րդ դարի երաժշտական միջավայր, Կոմիտասի ձայնադարան նախագիծը նորովի բացահայտում ու հանրահռչակում է վարդապետի ստեղծագործական հարուստ ժառանգությունը։ Այցելուն հնարավորություն ունի 5 տասնյակ ձայնագրությունից ընտրելու այն, ինչ հոգուն հարազատ է։ Մենք ստեղծել ենք բաժիններ եւ ընդգրկել ենք Կոմիտասի գործիքային ստեղծագործությունները, խմբերքային ստեղծագործությունները եւ մեներքերը։ Ինչպես նաև ունենք առանձին բաժին, որտեղ ներկայացված են հենց երգում է Կոմիտասը։ Թանգարանում կարևորում են, որ կրթական ծրագրերում ընդգրկվի նաև ձայնադարանը, որ աշակերտներն արդեն վաղ տարիքից ծանոթանան վարդապետի ստեղծագործություններին։ Ձայնադարանը ստեղծելով մեր աշակերտների համար ստեղծենք նաև կրթական ծրագրեր։ Բայց բացի աշակերտների համար նաև շատ այցելուներ ենք ունենում, ինչպես նաև արտերկրից այցելուներ ենք ունենում, որոնք ուզում են հենց անմիջական, քանի որ սրահներում է հնչում Կոմիտասի ստեղծագործությունները, իրենք անմիջական ուզում են լսել նաև Կոմիտասի ստեղծագործությունները։ Դեռ չունենք պայմանավորվածություն, բայց կարծում եմ հետագայում նաև կարող ենք ընդգրկել եւ կրթական ծրագրերում եւ որպես աբոնեմենտ մեր աշակերտների համար։ Բացի ձայնադարանը, Կոմիտասի տուն-թանգարանում այլ նորություններ էլ կան։ Թանգարանը հրապարակելու է Կոմիտասին վերաբերող նորահայտ նամակներ եւ մենք համարում ենք, որ սա շատ կարեւոր քայլ է Կոմիտասագիտության զարգացման համար։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։